Ողջույն սիրելի երկվորյակներ, այսօր սեպտեմբերի 30-ն է, ավարտվեց սեպտեմբերը, վաղ արդեն հոկտեմբերի 1-ը կլինի եւ իմ օրացույցով մարսի օրն է, մարսն է ձեզ բաժին ընկել եւ նշեմ, որ դուք 7-րդ տեղից եկել եք 11-րդ տեղ նախավերջինն եք, իսկ վերջինը խեցգետինն է։ Այդպես է ստացվել, այսինքն առանձնապես մեծ չեն ձեր հետաքրքրությունները եւ հիմա բոլոր դեպքերում ես ներկայացնեմ հոկտեմբեր ամսվա համար կանխատեսումը, որը վերաբերում է ոչ միայն արևի նշանով երկվորյակներին, այլև ասցենդենտի նշանով, այսինքն դու կարող եք լինել ցանկացած նշան արևի նշանով, բայց ձեր ասցենդենտը լինի երկվորյակը եւ սա ձեզ միանշանակ վերաբերում է։ Եվ այսպես հիմա մենք, քանի որ այսօր 30-ն է, մենք գտնվում ենք արևի խավարման շատ կոնկրետ կենտրոնում խավարման մեջ եւ այդ ժամանակահատվածն է, որը հոկտեմբերի 7-ին կավարտվի լիալուսնով, բայց բնականաբար հիշեցնեմ, որ ինքը արևի այս վատ խավարումը աշխատում է պլյուս-մինուս 1-2 ամիս, ինչու վատ, վաղուց եմ դա ասել, որովհետև մենք տեսնում ենք, թե ինչ է կատարում աշխարհում եւ ինչ է կատարում Հայաստանում մեր շուրջը։ Ավելին չմանրամասնեմ, հասկանալի է ձեզ, եւ հոկտեմբերին մենք ունենք նաեւ նորալուսին, Վեներան, Նեպտունը կփոխեն իրենց նշանները, ձեր մոլորակը սիրելի երկվորյակներ, Մերկուրին կփոխի 2 անգամ իր նշանը, արևը բնականաբար կփոխի իր նշանը, իսկ Պլուտոնը կդառնա ուղղընթաց։ Ահա այսպիսի փոփոխություններ են, բնականաբար մոլորակների փոփոխությունները բերում են թե տրամադրության, թե շրջապատի, թե մտքերի եւ այլն, այսպիսի փոփոխություններ են։ Եվ ինչպես որ ասացի, ձեր մոլորակից երևի թե սկսենք, որը հոկտեմբերի 6-ից մինչև հոկտեմբերի 29-ը գտնվելու է Կարիճի նշանում եւ արդեն 20-ից կմտնի աղեղնավորի նշան, այսինքն կարելի ասել հոկտեմբերի վերջին արդեն կմտնի պարտների նշան եւ այստեղ հետաքրքիր միգուցե նոր հանդիպումներ, նոր մարդիկ ձեր կյանքում հանդիպեն, իսկ մինչ հանդիպելը ինքը կտեղավորվի ձեր 6-րդ տանը։ Ահա եւ մոտ 1 ամիս այստեղ քանի որ ձեր առողջության հետ որոշակի այդպես ոմանց մոտ փոքրիկ ըստ իրենց անձնական քարտեզի ոմանց մոտ ոչ այդքան փոքրիկ խնդիրներ են առաջանում, ոմանց մոտ աշխատանքի հարցում գիտեք հնարավոր են լինի եւ լավ եւ ոչ այդքան լավ իրադարձություններ նորից պայմանավորված ձեր անձնական քարտեզով եւ նոր հանդիպումներ, նոր ծանոթություններ, նոր առաջարկներ աշխատանքի հետ կապված փոփոխություններ հնարավոր են լինել եւ այստեղ դուք պետք է ուշադիր լինեք նաեւ ոչ միայն մարդկանց մեջ ուրեմն հարաբերությունների փոփոխություն կարող է լինել, այլ նաեւ կարող են այստեղ գիտեք մոլորակ ունեք, որը հնարավոր է կորուստներ լինեն, թե իրերի, թե մարդկանց առումով, ասենք պարզապես ձեր կյանքից հեռանան, ոչ թե իրենց կյանքից, այլ ձեր կյանքից իրենք հեռանան, բոլոր դեպքերում այդ բնագավառում այդպես եւ լավ եւ ոչ այդքան լավ իրադարձություններ կլինեն, նորից եմ ասում, ձեր անձնական քարտեզով պայմանավորված եւ առողջության հարցում ուշադրություն եք դարձնում անպայման, ուրեմն այստեղ թե սեռական խնդիրներ կարող են լինել եւ թե մարսողությանն եք ուշադրություն դարձում, քանի որ դուք շատ եք սիրում ճանապարհորդել միշտ այդպես նորություններով հագեցած պիտի լինի ձեր կյանքը, այնպես որ նաև ուշադիր եք լինում, որպեսզի խնդիրներ չառաջանան։ Բոլոր դեպքերում կարող են, գիտեք, նոր առաջարկներ եւս լինել ձեր աշխատավայրում ուշադիր եղեք կամ պարզապես ինչ որ այդպես խոսակցություն ձեզ համար կարևոր հանդիպում կամ խոսակցություններ լինեն, ուշադիր եղեք, դա կարող է նաև ի վերջո վերաբերել ֆինանսներին, միգուցե ֆինանսական հարցեր առաջ քաշեք, ասենք ավելի շատ վարձատրեն կամ ինչ-ինչ հարցեր ֆինանսական խնդիրներ են ձեզ մոտ ուրեմն առաջացնում, այլ հնարավոր է նաև ֆինանսաների հետ իր կամ ֆինանսներ կորցնել, բոլոր դեպքերում ինչ որ կորցնում եք ֆինանսով է պայմանավորված, այստեղ միանշանակ ֆինանսներ կարող են լինել կամ ձեռք բերել կամ ուրեմն կորցնել, այնպես որ ուշադիր եղեք
Դա իհարկե կոնկրետ ինչ կլինի ձեր միայն ձեր անձնական քարտեզը կարող է ցույց տալ անցնենք առաջ 7-ին հոկտեմբերի 7-ին կավարտվի արևի խավարումը մեծ հաշվով, բայց ինքը ինչպես որ ասացի 1-2 կողմից դեռևս աշխատելու է Հայաստանի ժամանակով 7:47 րոպե 26 վայրկյան տեղի կունենա լիա լուսինը 15 աշճան արևև լուսինը կհակադրվեն եւ լուսինը կգտնվի խոյի նշանում այստեղ ձեր գաղափարակիցներն են ձեր ընկերները միջավայրը եւ միգուցե ինչ հարցեր եթե կան, այստեղ կավարտվի կոմոտենա իր տրամաբանական ավարտին հարաբերություններին, ձեզ համար դա կարևոր է եւ անցնենք առաջ հոկտեմբերի կեսերին միաժամանակ եւ Վեներան կփոխի իր նշանը եւ Պլուտոնը կդառնա ուղղընթացից, ես կարող եմ ասել հետևյալը տեսեք Վեներան կմտնի օդի նշան եւ Պլուտոնը որ օդի նշանում էր ինքը կդառնա ուղղընթաց այսինքն շատ բարենպաստ պայմաններ են ստեղծվում ձեզ համար եւ սիրո հարցում հավանաբար ինչպես որ սկզբից էլ ասեցի ձեր աշխատավայրում դա միգուցե լինի սիրո թեման չոր հանդիպումներ անպայման կլինեն դա ակտիվ է լինելու ինչպես նաև երեխայի թեման կարող է ակտիվանալ ձեզ մոտ սիրելի երկվորյակներ ուշադիր եղեք եւ այն կտևի մինչեւ նոյեմբերի 7-ը սիրո թեման կտևի մինչեւ բավականին հագեցած կլինի միգուցե նոր ծանոթություններ լինեն եւ դրանք շարունակվեն շատ հնարավոր է բոլոր դեպքերում նորից դա ձեր անձնական քարտեզով է պայմանավորված եւ իհարկե այն ինչ որ կապված է արտերկրի հետ այստեղ ոմանց մոտ կարող է դատական թեման լինել նշեմ որ եթե հիմա դուք այդպիսի գործերի մեջ եք եթե դա երկարաձգվի, ապա 26 թվականին միանշանակ կարող է ձեզ համար արդեն լավ լինել։ Բոլոր դեպքերում շատ հետաքրքիր դասավորություն ունեն հեռավոր մոլորակներ, ընդհանրապես այնպիսի դասավորվածություն ունի, որ ձեր բախտը բերում է կլինեն ձեր մոտ փոփոխություններ միանշանակ առաջիկա մի քանի տարում եւ կարծում եմ դրանք ձեր կյանքը կլցնեն լավ փոփոխություններով։ Իհարկե պետք է ուշադիր լինենք 26 թվականին, որովհետեւ բոլոր դեպքերում ձեզ համար ճակատագրական է, դու կարող եք ունենալ վերելքներ եւ պետք է ուշադիր լինեք, նաեւ կլինեն ոչ լավ իրադարձություններ միանշանակ ձեր կյանքում, այնպես որ պարտներից կարող է լինել այստեղ եւ տանը եւ պարտներից կարող է լինել հարվածները, այնպես որ 26 թվականին այստեղ ուշադիր եղեք։ Դա այդպես մնացած դեպքերում ուրեմն արտերկրի հետ կապված լրացուցիչ ասեմ ձեզ պարզապես, չնայած որ նախավերջին նշանն եք, արտերկրի հետ կապված այստեղ մեծ գումարներ կան, հնարավոր է, այսինքն եթե դուք ուզենաք ինչ-որ բիզնես դնեք, պետք է ակտիվ լինեք այդ հարցում առաջիկա մի քանի տարերում, եթե ուզում եք բիզնես դնեք, ճիշտ երկիր ընտրեք, որտեղ հիմա գիտեք ինչ է կատարվում աշխարհում եւ կարող եք իրականացնել թեկուզ on-line դասավանդեք կամ դասեր վերցնեք անպայման ձեզ մոտ այդ դաշտը ակտիվ է լինելու եւ արտերկրի հետ կապված եւս հնարավոր է դուք այդտեղ բիզնես դնեք, ոմանք հնարավոր է միշտ տեղափոխվեն այլ երկիր եւ իրենց կապիտալը տեղափոխեն, այնտեղ ինչ որ ուրեմն անշարժ ձեռք բերեն կամ իրենց բիզնեսը հիմքը դնեն կամ պարզապես այնտեղից հնարավոր է գումարներ ստանաք, մեծ գումարներ առաջիկա 20 տարում, մասնավորապես ասցենցենտով երկվորյակներն իրենց ֆինանսականը կապահովեն։ Ֆինանսական հարցեր իհարկե դա նաև պայմանավորված է ձեր անձնական քարտեզով, որովհետև 20 տարվա մեջ միգուցե լինի այնպիսի ժամանակահատված, որ դուք գումարներ կորցնեք, ինչ որ մի բանի համար այդ գումարները ծախսեք, այնպես որ սա եւս նկատի ունեցեք, հա, այսինքն պետք է իմանալ, որ ժամանակահատվածում եթե զգում եք այդպիսի բաներ կան, ուրեմն պետք է հասկանաք ինչ ժամանակահատվածում է ձեզ տրված հաջողությունը եւ ինչ ժամանակահատված արդեն կարող է գալ դժվարություններ եւ դուք ինչ պետք է անեք։ Սա ամեն դեպքում եթե հետաքրքրում է դուք դա կարող եք ինչ խոսք իմանալ։ Եվ իհարկե ուրեմն նշեմ նաեւ որ
մինչև ինքը ակտիվ է լինելու, այդ թեման ձեր կյանքում բավականին ակտիվ կլինի մինչև 26 թվականի մայիսի սկզբները, ահա, այնպես որ այդ ակտիվությունը օգտագործեք, մասնավորապես եթե ձեզ ինքը բերում է հաջողություն, ունի լավ ասպեկտացիա, լավ էներգիան է կուտակվել, տրանզիտներում շատ լավ էներգիա է կուտակվել, այնպես որ տրանզիտներում լավ, բայց դա ձեզ համար ձեզ հետ առանձնապես կապ չունի, հա, տրանզիտներ ընդհանրապես շատ չմանրամասնամ, այսքանը բավական է եւ 21-ին տեղի կունենա նորալուսինը Հայաստանի ժամանակով 16:25 րոպե, արևև լուսինը կմիանա 29 աստիճանում եւ նորալուսինը տեղի կունենա Սիրո տանը։ Այսպես Սիրո տանը երեխայի հարցը կլինի, կկարևորվի ձեր կյանքում եւ սիրո հարցը հավանաբար ոմանք իրենց բիզնեսը շատ լավ այդպես արտերկրում երևի կկարգավորեն կամ ընդհանրապես իրենց բիզնեսի կենտրոնացած կլինեն այդտեղ, իսկ նա ովքեր սեր են փնտրում միանշանակ ուրեմն այստեղ սկիզբ է դրվում շատերին դա կհաջողվի գտնել նոր սեր սիրած անձնավորություն իրենց կեսին հնարավոր է գտնեն այսպես եւ շարժվենք առաջ հաջորդ իսկ օրը հոկտեմբերի 26-ից մինչև 26 թվականի հունվարի 26-ը այստեղ Նեպտունը կմտնի ձկան նշան այստեղ հնարավոր է որ ձեզ համար որոշակի հարցեր կլինեն, ինչպես նաև հիշում եք ես ձեզ ասացի հենց սկզբից հաղորդման աշխատանքի հետ կապված հարցեր կան, դուք այդ հարցերը պետք է կարգավորեք, որպեսզի հետագայում դա ինքը կարող է լինել շարունակական, եթե դուք հիմա դա չանեք հոկտեմբերի սկզբներին, հա, այդ հարցերը չկարգավորվեք, հետո ինքը ավելի է մեծանալու եւ ստիպված կլինեք արդեն այլ մոտեցում, հա, տալ այդ խնդրին, երբ որ մեծանում է, ինքը ավելի դժվարանում է, ավելի շատ ջանքեր ու ժամանակ է պահանջվում։ Այսպես բոլոր դեպքերում դուք ձեր նպատակների հետ կապված կարիերայում ինչ որ հարցեր կան, որ պետք է հասցնեք ավարտին, կարգավորեք, ահա, եւ անցնենք առաջ հաջորդ իսկ օրը 23-ին հոկտեմբերի արևը կմտնի ձեր 6-րդ տուն աշխատանքի թեման է այստեղ եւ իհարկե մինչեւ նոյեմբերի 22-ին կմնալու է ձեր 6-րդ տանը բոլոր դեպքերում կօգնի կբացահայտի այն խնդիրները որ կան ձեր կյանքում լինի դա առողջական լինի աշխատանքային միանշանակ կփորձի կարգավորել այնպես որ ուշադիր եղեք սիրելի երկվորյակներ բոլոր դեպքերում ձեզ համար անվնաս է ինչ էլ որ լինի ձեզ համար անվնաս դիրքում է գտնվում այսպես ասած այնպես որ երբ ինքը կմտնի աղեղնավորի նշան, արդեն նոյեմբերից հետո 22-ից հետո ինքը երբ որ կմտնի, այդ ժամանակ որոշակի պարտների հետ հարցեր կունենաք կարգավորելու, ի վերջո ամուսնանում եք, շարունակում եք ձեր հարաբերությունները կամ շարունակում եք ձեր համագործակցությունը աշխատանքում, ձեր բիզնեսում, այսպիսի հարցեր կառաջանան կամ թեկուզ ընտանիքի անդամների հետ կամ արտերկրում ինչ որ գործերի հետ կապված։ Այսքանը սիրելի երկվորյակներ լավ եղեք գրեք ձեր տպավորությունների մասին ես հիմնականում ասում եմ գիտեք բանալիները ես այստեղ տեսնում եմ որ ֆինանսներ գալիս են այստեղ հնարավոր է նույն ձեր անձնական քարտեզով շատ դժվար է տրանզիտներով մանրամասնորեն վերլուծել այստեղ դու կարող ես կարևոր իրադարձություններ ասել բայց ես տեսնում եմ որ ձեզ գալիս են գումարներ հնարավոր է նաև որ դուք ասենք ըստ ձեր անձնական քարտեզին նաև ինչ որ մի նպատակի համար գումարներ ծախսեք, ասենք ինչ որ բան կորցնում եք կամ սպառվում է, ավարտվում է դուք նորից գումարներ ուրեմն ծախսում եք, այնպես որ ես այստեղ տեսնում եմ ֆինանսական առանձնապես դժվարություններ շատերի մոտ չկան եւ ձեր ուրեմն ուշադրությունը պետք է լինի դեպի ձեր կարիերան եւ դրանից ելնելով դուք անեք ձեր քայլերը, այսինքն ոչ թե акցենտը դնեք ընտանեկան թեմային տան եւ այլն այդ թեմայի վրա եւ դրանով առաջնորդվեք ձեր հետագա քայլերը, այլ կարիերայից բխող խնդիրները լուծելով շարժվեք առաջ։ Սա շատ կարեւոր բանալի է, այնպես որ լավ եղեք եւ անպայման գրեք ձեր տպավորությունների մասին, որքանով այն օգտակար եղավ, իսկ մենք կհանդիպենք հաջորդ ամիս այսքանը առայժմ